Ոչինչ, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Թույլ տվեք նախ ներողություն խնդրել ձայնիս համար, մի փոքր վատ առողջ եմ, բայց այնուամենայնիվ որոշեցի աշխատանքի գալ։ Կարծում եմ արդյունավետ է, չի վնասի շատ բաների, եւ եթե շուտ առողջանանք, ապա հաջորդ շաբաթ մեր գրաֆիկով դարձյալ աշխատանքի մեջ կլինենք։ Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ անձնական նամակներով արդեն առողջություն էին մաղթում։ Դե ինչ հայտի դարձավ, որ ինքն իրեն Արշակ Սրբազան հայտարարած ոմն անձնավորություն ՀՔՑ-ից ԱԱԾ-ի գործողության արդյունքում տեղափոխվել է հատուկ վայր, հետո արդեն դա 2 ամսով կալանավորվել է։ Այո, խոսքը մեզ բոլորիս հայտնի եւ ծանոթ անձնավորության մասին է, ով վերջերս ընդամենը որոշում էր արդարանալ կամ հերկել ասածը բանավորացելով, որ ես չեմ արել։ Հիմա էլ պարզվում է, որ ըստ իր փաստաբանի իմիջայլոց, որ ինչ-որ ժամանակ օգտագործելով այլ մարդկանց հմտությունները արգելված թմրանյութ է գցել ինչ-որ մեկի գրպանը։ Չգիտենք հետո ինչեր է եղել, շատ մանրամասների չենք տիրապետում, բայց կարծում եմ հետաքրքրող լրագրողները առաջիկայում կգտնեն ինչ-որ բան ու մեզ կներկայացնեն, որովհետև այո ունենք լավ լրագրողներ, որքան էլ որ զարմանալի է, մի քանիսը կան մեր հսկայական պետության ներսում եւ չեն ենթարկում Սաթիկն դանջիկ նյուզային այս համակարգին։ Ուրեմն միանգամից հայտարարություններ եղան, բնականաբար ազգային ժողովի ընդդիմությունը, չգիտես ինչու, ով Մակարոմա կրտրիչ Ներսիսյանի կաթողիկոս մնալու համար, իրենց սրտի կաթողիկոսը, այսինքն համատեղ հանցակիցը, կոնսենսուսային գործընկերը քաղաքական, սրանք գնացել էին դատարան եւ այնտեղից ելույթներ էին ունենում, թե ինչ բռնաճնշումներ են տեղի ունենում, այն։ Ինձ մի հատ հարց է, էլի տանջում, իսկապես։ Ես ինչքան որ հիշում եմ, դուք եք օրը մեջ ազգային ժողովում գոռում, թե այն մի տոննա կակայինը ինչ եղավ, այն որ սահմանին բռնագրավել էին։ Հիմա մի կողմից ազգային ժողովում գոռում եք մի տոննա կակայինը ինչ եղավ, մյուս կողմից եկել եք դատարանի դիմաց, հայր բարիգին, բարիգ կամ drug dealer, ռուսերեն բարիգ, անգլերեն drug dealer, հայր drug dealer-ին եք սատարում, ես ոնց հասկանանք, էլի, ինչն է կտրվել ձեզանից, ինչ այլևս չի սպասարկվում, իմիջայլոց դուք ինքներդ չեք ապշում, որ քաղաքացիները անհաղորդ են այս ամեն ինչին, էլի, ձեր ձեռնարկներին, որոնք որ իբր եկեղեցու պաշտպանության համար են, եւ դա գիտեք ինչի համար է, որովհետեւ դժվար է գտնել, շատ դժվար է իսկապես գտնել հայ մարդկանց, ովքեր որ կզարմանան նման բանի վրա, որովհետև բոլորը գիտեն եւ տասնամյակներով, դա հիմա չի հայտնի դառնում, տասնամյակներով կտրիչ Ներսիսյանի ու նրա խունտայի կողմից զավթված եկեղեցին եւ եկեղեցականները ինչերի միջով են անցել ու հանուն ինչի են աշխատել, էլի։ Բոլորը գիտեն, թե զենք է կրելու մասին, զենքով խորան մտնելու եւ պատարակ մատուցելու մասին, այն որ դե պիտի իրեն քանի որ սրբազան են հանդես գալիս, պիտի այդ պատարակն էլ մատուցեն, չէ՞, անգիրարած տեքստերով, բանով, առանց հավատքի, առանց մի բանի, եւ բոլորը գիտեն նարկոտիկների մասին, գիտեն թե թաքուն ինչեր եք տարել, բերել, գիտեն թե ինչ սրբապատկերներ են եւ սուրբ մասունքներ են վաճառվել, իմիջայլոց վերջերս մարդեր կապվել ինձ հետ, մարդը բառացի ասում, որ ինքն է բարձել այդ ինքնաթիռը ժամանակին, էլի, մի խոսքով Այնքան բաներ, ու ես ամեն ինչ հանրությանը հայտնի է, կտրիչ Ներսիսյանի հայոյախոս բերանը, Վազգեն Գալստանյանի Կանադա հայերին փողեր գցելը, մյուսը, բոլորին է հայտնի, եւ դա է պատճառը, որ երբ որ ինչ-որ նորություն է սպրտվում, այսպես բան համացած, որևիցե մեկը չի զարմանում, ընդամենը ասում է լավ, այս մի բանը ոնց որ իրավական ձևակերպում է ստանում, այսինքն բոլորը գիտեն դա, ընդամենը իրավական ձևակերպումն է մնում, որն էլ որ տեղի է ունենում։ Եվ հետո մյուս խոսույթը որն է, որը հանրության շրջանում փորձում են տարածել։ Լավ դե 18 թվին մի բան են արել, այս բախի են այսօր ձերբակալում։ Կներեք։ Հիմա հերթով գանք։ Նախ այո 20
1 թվականից հետո հատկապես բոլորը ձգվել ու զգաստ կանգնել են, որովհետև շատերը շատ լավ հասկանում են, որ ապօրինի գործունեություն ծավալելը 40 օրվա հարց է եւ կարող են ձերբակալվել եւ բնականաբար այն նույն անձիկ ովքեր որ տիրապետում են մեծ ֆինանսական ռեսուրսների եւ ժամանակին ապօրինաբար հարստացած կլինեն եւ այլն նրանց գործերը չեն կարող վերաբերվել այս ժամանակներին հա շատ հազվագյուտ դեպքերում կարող է նման բան լինել որ գործին էլ կպնում են դա իրենց կառավարման ժամանակների իրենց դրախտային ժամանակների գործեր են այսօր նպատակար այսօր են եկել հասել դրան այնքան գործեր կա, որ կնիշները էլ որը նայեն, չէ, մի հատ էլ պիտի դնեին Արշակ Սրբազանին, տեսնեին այս հրատապության մեջ 18 թվին ինչ արել, հիմա են նա հասել դրան, հիմա են բացում, ինչի հետ հաս չեք, ինչ որ այդ իրավական նորմ, այսինքն հիմնավորումը 2 ամսով էլ կալանավորվել է, վստահաբար, քանի որ նրանց փաստաբանն ասել, որ դրա համար է, ես այդքան էլ հակված չեմ, նախ ասեմ, էլի, այդքան էլ հակված չեմ ամբողջովին հավատալու, որ միայն դրա համար է, սա որպես գիտություն, հա, ես կարծում եմ այլ թեմաներ էլ կան, որովհետև նա առնվազն 3 գործերով անցնում է, որից 2-ում ինքը ընդգրկված է որպես վկա, բանը, ասենք, անգամ եթե չեմ սխալվում, վերջերս հաղորդում էր ներկայացվել Գարեգին Այի սպանության գործով, այնպես որ եկեք մի աճապարեք, ինչպես կասեին դաշնակցականները եւ եկեղեցականները, ամեն ինչ իր հունով կգնա, ինչը որ շատ բաներ կպարզվի ու ջրի երես դուրս կգա, մի ժամանակից առաջ ընկեք, իսկ ինչ վերաբերվում է 18 թվականին, այդ 18 թվականին Արշակ Սրբազան չէր, ինչ կապ ունի, երբ է եղել, լավա չեք ասում, մարտի 1-ի գործը ինչ եք հիմի փորձում վերանայել, էդի 2008 թվին է եղել, ինչ է ժամանակ նախագահ չէր, ինչ կապ ունի, երբ վայա, կամ ասում են բանա, Կտրիշ Ներսիսյանը, եթե այն ժամանակ երեխա ունեցել, խեք այսօր խոսում, նախ այսօր չենք խոսում, միշտ ենք խոսել սա մեկ, երկրորդ խապել է դարձել է, ինչ են ժամանակ կաթողիկոս չէր, կաթողիկոս էր, կարելի էր, չէր կարելի, դեռ գնում ցինիկ հարցերով են իրենց ցուցադրում վարչապետի առաջ, երեկվա այդ բանն էին նայում, բրիֆինգն էին նայում, դուրս է եկել, ասում է հիմա ինչ անենք երեխա ունի, բա որ դուք տարակ այդքան երեխեքի գլուխ կերակ, լրագրողի հարցին էլ նայեք։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ հանրապետականա դաշնակցական խունտան կարծում է, որ 44 օրյա պատերազմին ադրբեջանցիները չեն մեր տղերքին սպանել։ Ճիշտ եմ հասկանում, ձեր կարծիքը սա է, մոտեցումը սա է, քանի որ ձեր լրատվականներն են նման բաներ տարածում ու խոսում, թե բա Հայաստանն էր մեղավոր։ Մի կողմից Քոչարյանն է ասում, պատերազմը Հայաստանը հրահրեց, այն մյուսը գնացել է Նյու Յորքներում ասում է, բանը արցախցիներին էթնիկ զտման Հայաստանը ենթարկեց, այս մյուսը եկել ասում է տղերքին դուք սպանեցիք, չհասկացանք։ Դուք չեք զգում, որ ձեր ուղեղի ու լեզվի հետ ինչ-որ շատ կարևոր բան այն չի։ Էլ ինչ կարաք Հայաստանի դեմ անեք, մի հատ ասեք, լսենք։ Դրանք քաղաքական ճնշումներ չեն, քաղաքական խոսույթ կամ հարցադրումներ չեն։ Սրանք Հայաստանի դեմ սուտ ցուցմունքներ են։ Հայաստանի հանդեպ ատելության հիանալի դրսևորում։ Բոլորս ենք ականատես լինում վերջին տարիներին հատկապես հետպատերազմյան Հայաստանում։ Հիմա նույն 18 թվականին հենց այդ դեպքը, որ տեղի է ունեցել, մարդը մոտենում արխիվային տեսանյութը հրապարակվել քաղաքացու կողմից իմիջայլոց։ Հիմա կարող է այդ քաղաքացին նոր է գնացել դիմել ՀԿՑ, բայց չեք ուզում մի հատ պարզեք։ Ցույց է տալիս տեսանյութով, որ մարդը գնում է հարցնի, ինչի այն մարդու սումքի մեջ գրպանը բան գցեցիր, նարկոտիկ գցեցիր, սա փոխանակ պատասխանի հարվածում է, դա Սրբազանի կեցված կա, դրան եք սատարում դուք, բա բռնապետը դուք եք, թե ով է։ Մի հատ խնդրում եմ, վիդեոն տեսանյութը կա էլի, եթե կարելի է, ունենք մենք հայրենակիցներ, ովքեր հնարավոր է համացանցում չեն տեսել, մենք ցուցադրենք։ Խնդրեմ։ Էնա, տեսակ ոնց է հարվածում։ Գնացել է հարց տալու, նայեք կողքից ոնց է հարվածում։ Սրբազան հայրը, բան, աշխարհիկ կյանքից հրաժարված, բոլորիս համար աղոթող։ Նայեք ու փորձեք հավատալ։
Իմիջայլոց ես ընթերցեմ, թե սա ինչ պատմություն է։ Տիգրան Տեր-Պետրոսյանը սոցցանցի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով Արշակ Խաչատրյանի ձերբակալությանը հետևած մեկնաբանություններին։ Սրբապիղծ Սամվելը նույն Արշակն է, ավազանի անունը Սամվել։ Սրբապիղծ Սամվելի ձերբակալությունը ծանր են տարել լուսանցքում գտնվող մի շարք քաղաքական գործիչներ ճակերտների մեջ։ Սկսել էին վերլուծել սրբապղծի ներողություն ժողովուրդ ջան, այս բառի համար, պորնո վիդեոները, պայուսակի մեջ թմրանյութ գցելը, իսկ վերջում փորձագետի դեմքով եզրահանգման են գալիս, իբր Սամվելը սուրբ է։ Տալիս եմ ձեզ նոր առաջադրանք։ Հաղարծին վանական համալիրում հավատացյալ քաղաքացին հարց է ուղում Սամվելին. ինչու թմրանյութը գցել տվեցիք պայուսակի մեջ։ Իսկ սրբապիղծը պատասխանում է բռունցքով, արվածելով քաղաքացու դեմքին, իրեն պահելով իր հարուստ կենսակերպին վայել, ավելացնելով խուժան խուլիգանի վարքը։ Սա էլ վերլուծեք քաղաքական չգործիչներ, գրել է նա։ Ինչպես հայտնել էինք, Մայր աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը ձերբակալվել է վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառում, մի խոսքով։ Հաղարծնում է։ Ինչ, խաչը տեր վզիցդ գողանում պաշտպանվում էր, եկեղեցու վրա էր հարձակվել պաշտպանվում է, մի հատ ադրբեջանցու տենց հարված հասցրած չկաք։ Ամբողջ Արցախը վերուվար արեցիք, այս կողմ են կողմ գնացիք, չգիտեմ ինչ կապիկություններ արեցիք, իմիջայլոց առանձին քահանաներին եւ սրբազան այրերին խոնարհում ես, ես մարտի դաշտում տեսել եմ նրանց, տեսել եմ, այո, բրոնեժիլետներով, իրենց հագուստով, սև բրոնեժիլետներով, զինվորի կողքին կանգնած, փառք ու պատիվ նրանց, ես խոնարհումներս։ Բայց եղել են նաեւ կապիկներ, ովքեր եկել էին նկարվեին, որ հետո գային այստեղ հեղաշրջմանը մասնակցեին։ Ու դա բոլորս ենք տեսել, նույն Վազգեն Գալստանյանը, այս իշտեղը իբր քնած է այնքան հոգնել, երևի մարդ ա վարել հոգնելա, չգիտես, կամ նույն Վազգեն Գալստանյանով բանում, եթե չեմ սխալվում, Ռասիայի հյուրանոցում էր Ստեփանակերտի, զովացի հորեդ բանը, այն Վարգոնզոյի գյադեն շատ վատ էր խոսում, ինչի համար պատասխան ստացավ, նա դուրս էր եկել փոխանակ մի բան ձեռնարկի, դեռ պաշտպանում էր Վարգոնզոյի այդ գյադուն։ Ինչ գործ ուներ Ստեփանակերտում։ Ինչ էր անում Ստեփանակերտում։ Ստեփանակերտում մի քանի չինովնիկներ էին ու մի քանի տենց կամավորականներ, ովքեր կարողա օգնում էին եւ մի քանիսը ովքեր չէին օգնում, դարձյալ գնացել էին նկարվելու։ Մի հատ հերոսաբար ընկած, այդ ասենք եկեղեցին մինչև վերջ պաշտպանող, որը հասակ բանը 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո հատկապես դուրս եկեք, թե բա մենք չենք դուրս գա եկեղեցուց, մինչև վերջ կմնանք, հետո նայում ենք մեկը Եռաբլուրի եկեղեցու, մեկ ծառայություն մատուցում, մեկը եսին որտեղ, մի հատ հերոսական պատմություն նվիրեիք մեզ ձեր կյանքով պաշտպանելով եկեղեցին։ Տղան եկել է հարց է տալիս, ասում է ինչի տվեցիր, որ գցի նրա պայուսակի մեջ։ Քեզ բա հարվածում, որովհետև արդեն երևացել է, դա տեսնող է եղել, վախացնում ես։ Հիմա այսօր սրան սույն անձնավորությանը սատարում են դաշնակները։ Գնացել էին բան դատարանի մոտ, թե բա բռնաճնշում է սա եւ այլն։ Հա, ես ուզում եմ, եթե բռնաճնշումը սա է, ես ուզում եմ այդպիսի բռնաճնշում։ Ես պահանջում եմ օրենքի գերակայություն։ Եւ այո, պիտի հանցագործը պատասխան տա։ Հատկապես քաղաքական կամ եկեղեցական հանցագործը, որովհետեւ նրանց գործած հանցանքը համապետական է։ Ես ծառա նստում ամբողջ պետության եւ բոլոր քաղաքացիների վրա։ Դա առանձին վերցած ինչ-որ մեկի հանցագործությունը չի, մարդ չի ով գնացել է տունա թալանել, այդ դեպքում տուժողը մեկն է, իհարկե դա նույնպես լավ բան չի, բայց սրանց նմանների գործունեության արդյունքում ամբողջ ազգով ենք տուժել, մի մասը գաղթական են դարձել, մյուս մասը առհասարակ անգրագետ մեծացել ենք, մյուս մասը չգիտես որդիներին են զոհաբերել, սրանց հələ մի բան էլ դուրս են եկել քիվեստից, բանից են խոսում, թե բա գիտեք ինչ, այսպես չի, այնպես հա, ինչպես հա։
Գնացել Key West-ում բան են խոսածոց, բախի չի հրապարակում։ Այսօր նայում եմ ճեպազրույցը։ Արթուր Խաչատրյանին հարց ա ուղղվում, ասում են Արթուր Խաչատրյանը ինչ-որ նյութ էր հրապարակել, թե բա ես քսերոքսներ ունեմ, մի 3-4 էր հրապարակել էր որոշ բաներից, անունը դրել էր, թե բա Key West-ից է։ Նախ դա ոչ ոք չի կարա հաստատի, եթե օրիգինալը չկա, որովհետև շատ հանգիստ կարաք դուք դնեք շարադրեք, սա մեկ։ Երկրորդ, ասում եմ անձնական արխիվից է, լավ, որտեղից ես վերցրել։ Ումից ես վերցրել։ Չկա։ Կառավարությունը ասում է մեր ձեռքի տակ չկա։ Ընդ որում ասում է եթե ձեր ձեռքի տակ կա, հրապարակեք։ Չի ասում դա գաղտնի կա, գաղտնի տեղեկատվություն ով հրապարակի, հրապարակեք։ Key West-ից հետո գնացել եք Մադրիդյան սկզբունքներ, գնացել եք 1000 բան, դրանից հետո մի 10 տարի էլ Սերժ Սարգսյան, հետո եղել է Քարորյան, դրանից հետո Սերժ Սարգսյանը նամակ է հղել Պուտինին, ամբողջ բանը գրած նամակը նայում ես լացդ գալիս է, ողբամ քեզ հայոց աշխարհ, որ էս ա եղել քո թակավորը։ Չէ, Key West-ը լավն էր։ Key West-ից ավելի լավ 94 թվի հրադադարին մի հատ լավ բան ասեք, ավելի լավը կլիներ։ Լավներ անեիք, բախի Ադրբեջանը հրաժարվեց, որովհետև դա բանակցային պատետ որպես չընդունվեց, չընդունեց աղբեջանը, ես ես բան չեմ բանակցի ձեր հետ, Key West-ը լավն էր, մենք տես լավ չի, գնացեք ասեք, հիմի, ասենք չգիտեմ, Փաշինյանը թողնի խաղաղության բանը, օրակարգը, Ժորժան, սրանց տրամաբանությունը ես հիմա ձեզ բացատրեմ, պատկերացեք, Փաշինյանը շատ հանգիստ, որպեսզի հերոսանա բոլորի տաշկին, թողնում է խաղաղության օրակարգը, գնում պահանջ ա գրում մի հատ, հրավիրում ա Մինսկի խմբի ներկայացուցիչներին, ասում ա մեր պահանջը հետևյալն ա, ուրեմն Արցախը ամբողջությամբ մերն ա 7 շրջաններով, Սոմգայիթով, Նախիջևանով, բանով, այս ամբողջը մերն ա, Ադրբեջանին էլ ոչ մի տեղ չենք տալիս, որովհետև իրենք պատմականորեն գոյություն էլ չեն ունեցել։ Դառնում ա հիանալի փաստաթուղթ, չէ՞։ Բայց ո՞նց է կարծում ով կընդունի դա։ Ոչ մեկ։ Հետո անցնեն տարիներ, ասում բայց ես հիանալի առաջարկ էի արել։ Հիանալի առաջարկ անելով չի, դա պիտի ընդունելի լինի, որ սկսեն դրա արդեն տարերի, տերմինների շուրջ աշխատանքները։ Key West-ի շուրջ, բացի մի հատ Key West-ում հանդիպելուց, ինչ աշխատանքներ են շարունակական եղել։ Չգիտենք դա ինչ է։ Չնայած ասում են, որ դա 2007-ի նախերգանքն է, որ ավելի վատ պայմաններով։ Անեիք ի՞նչն էր ձեզ խանգարում։ Չնայած, էլի եմ կրկնում, միևնույնն է, մեղրի մասով բան սակարկելը դա հանցագործություն է, հանցագործություն, առհասարակ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հետ կապված սակարկումը դա հանցագործություն է, դավաճանություն է, ու այսօր անընդհատ մեղմում են, չէ մենք ընդամենը ճանապարհ էինք տալիս, ընդամենը 5 մետր, ընդամենը պիտի անցնեին, ընդամենը էս պիտի անեն, զիջել եք Հայաստանի Հանրապետության տարածքից Եվ պահանջել եք Ադրբեջանից տարածք, այսինքն իրավունքի եւ անվտանգության խնդիրը տեղափոխել եք տարածքային վեճի։ Ինչի պարագայում տվել եք կոզերի տուզը տվել եք բանի ձեռը Ադրբեջանի։ Ու ասել են ժողովուրդ ջան, տեսեք, միջազգային հանրություն, այս որ ասում է իրավունքի խնդիր չկա, այս որ ասում է անվտանգության խնդիր չկա, կա տարածքային վեճ։ Հայաստանը տարածքային պահանջ ունի։ Իր սահմանադրորեն բանից էլ հրաժարվում է։ Չէ, մենք սենց էինք տալիս, նենց էինք տալիս եք, ասում է բանը լաչինն ու մեղրին նույն կարգավիճակն էին ունենում, ու դա ներկայացնում են որպես լավ բան։ Առհասարակ ձեր ձով է թույլ տվել մեղրի անուն տակ սկսենք այդտեղից։ Այդպես լավ չէր, Սևանով դեպի Նախիջևան, Երասխով, բանով, Եղվարդով բանով, տես մի հատ ճամփա տայեք։ Ձեզով է թույլ տվել Լաչինի հետ նույնականացնեք դա։ Սա հանցագործություն է, դեռ մի բան էլ հարցնում ես Արթուր Խաչատրյանին, հարցնում է հենց այդ բանի ժամանակ։ Ասում է դուք 0055 թե 055 այդպիսի շրջաբերական եք ունեցել, ես դրանից տեղյակ չեմ։ Մենակ խոսում եք, ամեն մեկը դուրս եք գալիս պատիցակից ինչ կարաք խոսում եք, հենց հարցը ռեալ հարց են տալիս, ոչ մեկը ոչ մի բանից տեղյակ չեք։ Ձեր ներսի զրույցներից տեղյակ չեք, խափում եք ու ես հեսա կընթերցեմ ձեզ համար մի հատ հոդված, կարժատար մեր եթերում։
Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն, երեք ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ընդդիմադիր падգամավորներից մեկի հարցին, ինչու կառավարությունը չի հրապարակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Key-West-ի բանակցությունների փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես արձագանքել էր. նման փաստաթուղթ կառավարության տիրապետության տակ չկա։ Այն արտգործնախարարության կայքերից, որ բաներ եք ջնջում, դրա մասին է խոսքը, ուղղակի ավելի բաց չի կարող ասել, դա արդեն միջազգային սկանդալի կվերածվի։ Key-West-ի փաստաթուղթ չկա, դա եղել է դավադրություն, նշել էր Փաշինյանը։ Արձագանքելով Հայաստանի Հանրապետության վարչապետի այս դիտարկմանը, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը Facebook-յան իր էջում գրել էր. Պարոն Նիկոլ Փաշինյան, ոչ միայն Key-West-ի փաստաթուղթ կա, այլ կա նաև այդ փաստաթղթի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշում 2001 թվականի ապրիլ։ Քանի որ դուք եւ ձեր ընկերները սիրում եք տարածել ՀՅԴ շրջաբերականները, ինչպես 004-ն է, մտածեցի, որ այս մեկն էլ ձեզ կհետաքրքրի։ Ուրեմն ՀՅԴ խորհրդարանական այս շրջաբերականը ներքին փաստաթուղթ է, որը տարածվել է կուսակցության ներսում ներքին քննարկման համար։ Այն վերաբերվում է Արցախյան կարգավորման Key-West-ի փաստաթղթին։ Ադրբեջանը մերժեց Key-West-ի առաջարկները, թեև ստանում էր 6.5 շրջան, ինչպես նաև Հայաստանի վրայով սուվերեն միջանցք Նախիջևանի հետ կապելու նպատակով։ Փոխարենը Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին, այս տարբերակը մեծ հաշվով ընդունելի էր Հայաստանի այդ օրվա իշխանությունների համար։ Նախ ասեմ պարոն Թաթուլյանին, իմիջիալոց նրա հրապարակումները երբեմն շատ հետաքրքիր են լինում, բայց սրա մասին CVKM-ը գրել էր։ Խոսքը ոչ թե շրջաբերականի մասին է դաշնակցական բյուրոյի, որը կարա հուշի, թե նման բան կա, այլ խոսքը հենց Key-West-ի փաստաթղթի մասին է, որը չկա։ Այնուամենայնիվ, թողնենք Թաթուլ Հակոբյանի դիրքորոշումը կամ նկարագրումը, բնութագրումը այդպեսին նա, անցնենք առաջ։ Հարկ է նկատել, որ CVKM-ը մեկ տարի առաջ այս օրերին անդրադարձել էր խնդրու առարկա շրջաբերականին, այսինքն ԿՊ-ի պաշտոնական կայքը անդրադարձել էր դրան, ձեր ասացին, պարոն Հակոբյան։ Տեղեկատվական առիթն օգտագործելով վերաթարմացնենք հրապարակումը։ Դրանից մեջբերումներ անելով մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ղարաբաղյան հարցի լուծման նոր տարբերակը մեծ հավանականությամբ իր մեջ ընդգրկելու է հետևյալները, այսպիսի ենթավերնագրով։ Կետ առաջին, սա շրջաբերականն է, որը դաշնակները իրանց մեջ բան են արել։ Ադրբեջանական կողմը համաձայնելու է, որ Արցախը Լաչինի միջանցքով մաս կազմի Հայաստանի Հանրապետությանը։ Առայժմ հայտնի չէ, թե Լաչինի միջանցք ասելով ինչ պետք է հասկանալ ամբողջ միջանցքը, թե ինչ-որ միջանցք։ Երկրորդ, հայկական կողմից պահանջվելու է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները։ Մեզ համար անհայտ է բռնագրավյալ Շահումյանի Մարտակերտի դաշտային մասի ճակատագրերը, որովհետև եթե դրանք վերադարձվում են, այդ դաշտային հատվածը շատ լրջագույն ապագայում կանգնալ լրջագույն խնդրի առաջ։ Երրորդ, Ադրբեջանին ընձեռվելու է հնարավորություն Հայաստանի տարածքով ազատ ու մասնավոր ճանապարհ դեպի Նախիջևան։ Մասնավոր ճանապարհ, Արթուր Խաչատրյան, մասնավոր ճանապարհ։ Սա ձեր դաշնակցության ներքին շրջաբերականն է, ու դու այստեղ ծարում ես 004-ի նման, 004-ի նման, ինչ-որ հարց ունեք, իբր չի եղել տենց շրջաբերական։ Արծվիկ Մինասյանը Ալեն Սիմոնյանին խոսք տվեց, ասեց ցույց կտամ, որ չի եղել, ցույց տվեց, տենց էլ չհասկացանք։ Դրանից հետո բայց խոսակցությունները միևնույն է, այդ մակարդակով շարունակվում էին։ Այո, հենց էլ 004-ի նման, երբ որ Արցախի ու Հայաստանի ճակատագրերը նույն ձևով, միասնական ձևով պիտի լուծվեր, այսինքն պիտի ենթարկվեր մի երրորդ երկրի, դե մտներ ինչ-որ միութենական կազմի մեջ, ինչ-որ խնդիր ունեք այդտեղ։ Թե անհարմար վիճակի մեջ եք, որտեղ չեք ձգում, տեղյակ չենք։ Տեղյակ չեք սրանից։ CVKM-ը տեղյակ է, դուք տեղյակ չեք։ Հեսա Իշխան Սաղաթելյանը կասի CVK-ի պատվալներում ինչ-որ sense բաներ կասի, էլի։ Առանց հասկանալու, որ այդ շենքում, որտեղ որ Civic-ն աշխատում, պատվալ կամ նա կողջ չկա ելսկի։ Մի խոսքով ցնդաբանություն է։ Ճանապարհի վրա հսկողության հարցը տակավին հստակ չէ,
Նախատեսվում է, որ ապագային Հայաստանը եւս դառնա գուցե ունենա Նախիջևանի եւ Բաքվի վրայով դեպի արտաքին աշխարհ առևտրի եւ ազատ երթևեկության իրավունք, ոչ թե ճանապարհ, իրավունք, որը կարող չունենա ապագայում, հաշվի առնելով ձեր թշնամի ձեր մեկնաբանությամբ անպայմանագրունակ Ադրբեջանի ակնկալիքները մեծ Թուրանի չգիտեմ ինչերը, պիտի որ հասկանալի լիներ ձեզ սա, թե դա միայն մեզ բացատրելու համար եք դուք օգտագործում։ Ներողություն։ Կողմերի միջև վերջնական համաձայնությունից ետոյի փաստաթուղթը քննության նյութ է դառնալու երկու երկրների խորհրդարաններում եւ վերջնական հաստատում է գտնելու հանրաքվեի միջոցով։ Հասկանում եք, չէ՞։ Եթե վերջնական համաձայնության կան, փաստաթուղթը քննության նյութ է դառնալու երկու երկրների խորհրդարաններում եւ վերջնական հաստատում է գտնելու հանրաքվեի միջոցով։ Հիմա սա 2001 թվականից մինչև հիմա, ժողովուրդ ջան, կարող է ես երիտասարդ եմ եղել, ուշադիր չեմ եղել։ Որևիցե մեկը խորհրդարանում նման փաստաթղթի քննություն ազգային ժողովի պատգամավորների կողմից լսել է, թե չէ։ Քննարկվել է այս փաստաթուղթը մեր խորհրդարանում։ Չէ։ Խոսքս դիմում եմ Սաթիկ ընդանժիկ նյուզային համակարգին։ Դուք քանի որ շատ եք սիրում դիտել ադրբեջանական մամուլը, խնդրում եմ ասեք, Ադրբեջանում նման փաստաթղթի քննարկում իրենց մինի մեջլիսում եղել է թե ոչ։ Կարծում եմ, որ ոչ։ Այս թեմայով Արցախը Հայաստանին միացնելու եւ Հայաստանից մեղրին զիջելու թեմայով հանրաքվե Հայաստանի Հանրապետության տարածքում եղել է թե ոչ։ Որքան հիշում եմ, ոչ։ Ապա ինչ է 25 տարի անց եկել, կանգնել ասում չէ, KBS-ն էլ լավ բան էր։ Ոչ մի բան չի եղել։ Մենք գործ ունենք ձեր երևակայության հետ։ Հինգերորդ էլ կա։ Նախատեսվում է նաև միջազգային ֆինանսական օժանդակության փաթեթ, նշվում է շրջաբերականում։ Դրա հետագա տողերից ակնհայտ է դառնում, որ ՀՅԴ-ն դեմ է կարգավորման այս կետերին, միաժամանակ նկարագրելով այն հնարավոր զրկանքներն ու անախորժությունները, որոնցում կարող է հայտնվել Քոչարյանին ու նրա իշխանությանը հակադրվելու կտրուկ շրջադարձի առճակատման գնալու պարագայում։ Հիմա ասեմ, այսինքն իրենք ընդհանուր առմամբ կարծես փորձում են դեմ լինել, բայց վախենում են Քոչարյանից։ Վախենում են, ոչ կարող է վախենում են, կարող է լավության տակ են մնացել, դե Քոչարյանը եկավ իրանց ազատեց, չէ, ու հայրենիքի հարցը դնում են մի կողմ, հերթական անգամ, ինչպես որ միշտ են արել, ես զբաղվում եմ ներխմբակային բանով, շահով, այսինքն դեմը լալով կողմ են լում։ Դեմ լինելով ինչին, Արթուր Խաչատրյան, KBS-ին, ովքեր ձեր քո դաշնակիցները դու սա civic չի ԿՊ չի դու հիմա կարդամ նյութը օրվա իրավիճակից ու միջազգային իրողություն կներեք որ մի քիչ դանդաղ կարդամ կամ ոչ վարժ որովհետև ես փորձում եմ այն առոգանությամբ ոնց որ գրված է դա մի քիչ դարձնել աշխարհիկ մեր ընդունված հայերենով օրվա իրավիճակից ու միջազգային իրողությունից մեկնելով եթե այսօր հրաժարվում ենք ազատագրված տարածքներից կարող ենք հրաժարվել հայ դատի պայքարից այս ուղով առաջ գնալու դեպքում երկիրը չենք դնելու նորանոր աղետների առաջ Արկա են ուժեր, որոնք թեպետ բացեիբաց չեն հայտնում իրենց ընդվզումն ու բողոքն այս ամենի նկատմամբ, սակայն վաղը հայտնելու են լուրջ անբարենպաստ պայմաններում։ Այսպես դիրքորոշվելով, որն է լինելու մեր տեղն ու դերը հայ իրականության մեջ, ինչքան է լինելու համակիրների, ընկերների եւ վերջապես մեր ժողովրդի մեզանից ապրած հուսախաբության չափը։
Հենց այն ժողովրդի, որ մեզ չսիրելու դեպքում էլ հարգանքով է մոտենում մեզ, միշտ մեզ տեսնելով անկեղծ զինվորի պատկերով, 2001 թվի մասին է խոսքը, ու հարատև կռվի ուղու վրա։ Եվ վերջապես չի ծառայելու մեր համընդհանուր հակակարողություն, որ Դաշնակցության կենտրոնը ՀՀ տեղափոխվելով ՀՅԴ օրվա ղեկավարությունը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանության կերակրասեղանին մոտ գտնվելով, իշխանությունների ուղղակի ազդեցությունը կրելով այլասերվել է ու իշխանությունների հետևորդի դերում է հայտնվել։ Ինձ այս հատվածը դեժավյու առաջացնում, որովհետև 21-22 թվականներին Դաշնակցական նույնության շրջանակներում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում եւ ելի շատ տեղեր, այո, այսպեսի հարցադրումներ էին հնչում բավականին արդարացիորեն դաշնակցականների մի հատվածի կողմից դեպի դաշնակցականների մյուս հատված։ Բ. Հարցի կարգավորման նկատմամբ բացասական դիրքորոշում ցուցաբերելու պարագային մեծ հավանականությամբ վերը նշված հարցադրումները իբրև հիմնավորում օգտագործելով շատերը կարող են բացասական դիրքորոշում ցուցաբերել հարցի կարգավորման նշյալ տարբերակին։ Սակայն ի սկզբանե պետք է իմանալ, որ այս անգամ մենք չենք կարող ցուցաբերել արի սկզբունքային կեցվածք վասն պատմության, այլ մեր կեցվածների համար գին վճարելով պետք է գնանք իրականացնելու այն, ապա թե ոչ այնքան է կեղծ հնչելու մեր կեցվածքը, որ նույնն է լինելու, ինչ կլիներ, եթե ընդունեինք այն։ Այն պարագայում մասամբ մերժում է եւ ունենալու է նույն արդյունքը, ինչ որ կարող էր ունենալ ամբողջական մերժումը, առճակատում։ Մերժման պարագայում պետք է քաջ գիտակցել, որ հալածանքը մեր նկատմամբ անխուսափելի է լինելու, եւ նման գուցե առավել խիստ, քան եղավ նախորդ իշխանությունների օրոք, նշվում է ՀՅԴ-ի հիշյալ փաստաթղթում։ Բյուրոն կասկած է հայտնում նաեւ, արդյոք հոգնած սոցիալ-տնտեսական դժվարություններ դիմագրավող ժողովուրդը քայլելու է իրենց ետևից։ Այսօրվա ընդդիմություն կոչվող ուժերը, որոնք այժմ մեզ քննադատում են անսկզբունքայնության մեջ, վաղը մեզ չեն մատնացույց անելու դարձյալ իբրև պատերազմի ազգայնամոլ ծայրահեղական մի ուժի։ Մեր դիրքորոշմամբ մենք չենք հայտնելու պապից ավելի պապականների դերում, երբ նկատի ունենում, որ Արցախի իշխանությունները ամբողջությամբ ՀՀ-ի հետևորդի դերում են։ Ինչ ենք անելու, եթե մեր ոչը արձագանք չգտնի Արցախում։ Նման դիրքորոշմամբ մենք նորեն շրջանառության մեջ չենք դնելու կուսակցության մասին դեռ արկա տերորիստական ծայրահեղական իմիջը, հաճս միջազգային հանրության, ու դրանով չենք վայելելու նրանց համընդհանուր ու համատարած հալածանքը։ Եթե հավանական համաձայնության գլխավոր խոչընդոտող ուժը լինելու ենք միայն մենք, դրանով իսկ հարցականի տակ չենք դնելու կազմակերպության լինելույթյան հարցը, իսկ համաձայնության ձախողության գործում հաջողություն ունենալու պարագային հնարավոր չենք դարձնելու արվեստական պատերազմի հավանականությունը, որի արդյունքը լավագույն դեպքում լինելու է այն, ինչ լինելու է այս նոր տարբերակում նշվածը, բայց արդեն իսկ որպես ներկայ պատերազմում պարտված կողմի պարտադրված պայմաններ։ Մարդիկ հեռուստացություն են ցուցաբերել։ Մինչև այժմ ոչ ԼՂՀ-ն, ոչ էլ ՀՀ-ն ազատագրված տարածքները իրենց գերիշխանության մաս չեն հայտարարել, իսկ Ղարաբաղը թե իր միացումը ՀՀ-ի հետ եւ թե իր անկախությունը հայտարարել է լղիմի սահմաններով։ Այժմ բանակցության սեղանի վրա ինչպես պետք է պնդենք ազատագրված տարածքների հայկական պատկանելիության հարցը։ Մերժելով այս տարբերակը մենք ինչ ենք առաջարկում բանակցությունների փոխզիջումային տրամաբանական մթնոլորտում, ինչ ենք զիջում։ Իսկ եթե միայն ձգտում ենք հարցի ձգձգմանը, ապա ո՞րն է երաշխիքը, որ ապագան ավելի վտանգավոր ու անբարենպաստ չի լինելու ազգի համար։ Ձևավորող փաստաթուղթը ամբողջությամբ պարտություն չի նշանակում եւ շատ հավանական է, որ այն ճեղքեր
չասելու համար պառակտումներ առաջացնի մեր մեջ։ Շատ հավանական է նորանոր վերականգնումի շարժումների ծնունդը, դասալքությունը առանձին, որոնք կամ թուլամորթության եւ կամ էլ պետական համակարգում իրենց զբաղեցած տեղը կորցնելու վախից փորձեն քաղաքական գաղափարական գույն տալ իրենց քայլին։ Նորեն ստեղծեն բազեներ, աղավնիներ ճակերտների մեջ, տխրահարճակ բաժանումները, ինչպես են կանխելու այս անպատեհությունները, այսինքն այստեղ բաժանարար գծերել են եղել, բազեներ եւ աղավնիներ, հետաքրքիր է, Ուշագրավ էր նաև շրջաբերականի հետագա տողերը, որտեղ ՀՅԴ-ն ընդունում է, որ այլևս չի կարող լինել ընդդիմության գլխավոր ուժը եւ պետք է գործի չափազանց աչալուրջ, երկրի ու ժողովրդի համար լինելով պատասխանատու։ Մենք ավելի քան 3 տարի է, որ քիչ թե շատ իշխանությունների հետ ենք եւ այսօր կտրուկ շրջադարձը մեզ չի ընձեռնելու նույն դյուրությունները, որ ունեինք նախորդ իշխանությունների հետ առճակատման օրերին։ Այլ խոսքով այլևս չենք կարող առանց մասնավոր մեծ ճիգ թափելու ընդդիմության գլխավոր ուժը լինել։ Եվ վերջապես, այսօր կարգավորմանը ընդդիմանալու համար ուժ կուտակելու կարելիություն ունենք, երբ նկատի ենք ունենում, որ մի քանի ամիսների ընթացքում հավանական է հարցի լուծումը։ Այս պարագայում մեր առճակատումը իշխանության ձգտող ընդդիմության առճակատում չէ։ Մի առճակատում է, որի հասունացման համար պետք է ավելի երկար ժամանակ, որի սղության այս պայմաններում ինչպես ենք ստեղծելու շուտապույտ առճակատության կարելիությունը։ Մասնավոր հարցերում ամուր մեր ժողականի դերում մնալու պարագային եւս անպայման իշխանությունները մեզ քաշելու են ամբողջական առճակատման դերի մեջ։ Խոսքը իշխանություն ասելով, խոսքը Քոչարյանի մասին է, այդ ժամանակները ժողովուրդ ջան, էսի հիշեցնեմ էլի։ Որոնք են այն տակտիկային քայլերն ու սկզբունքները, որոնք մեզ զերծ կպահեն ակամա առճակատումից, երբ մասնավոր մերժման պարագայի իրական արդյունքը եւս այս տարբերակի ձախողումն է։ Մենք վիճակի ենք թե թույլատրելու եւ թե խանգարելու հարցի կարգավորման այս տարբերակը, սակայն պահի թելադրանքն է լինել ծայրաստիճան աչալուրջ, քանզի բոլոր պարագաներում մենք պատասխանատու ենք երկրի եւ ժողովրդի վաղվա համար։ Ամեն պարագայի մի գին կա, որ պարտավոր ենք վճարելու, թե որպես ազգ, թե որպես պետություն եւ թե որպես կուսակցություն, որպես կացություն։ Իդեպ այս խորհրդապահական շրջաբերականի գաղտնազերծումից հետո Կանադայի ՀՅԴ մի խումբ անդամներ հանդես եկան հայտարարությամբ։ Այն տպագրվել էր հայկական ժամանակում, որ մեղադրում էին ՀՅԴ բյուրոին իր խիստ գաղտնի շրջաբերական համար 55-ում կուսակցության բարձրագույն շահերը ՀՀ նախագահի դիրքորոշման հետ համապատասխանելու մեջ, ինչը ըստ նրանց գերադասելի է համարվում, քան նախագահին ընդդիմանալը, որպեսզի պահպանվեն ՀՅԴ-ի ձեռք բերած արտոնությունները։ Այս փաստը ՀՅԴ բոլոր ավանդույթներին դեմ է եւ մենք որպես դաշնակցության գաղափարակիրներ բողոքում ենք ՀՅԴ բյուրոյի նման վարկագծի մեջ, մասնավորապես նշել էին նամակագիրները։ Մեկնաբանության համար խմբագրությունը դիմել էր ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, սակայն վերջինս բերված կեղծ հայտարարություն էր որակել, քանի որ նրա տակ կոնկրետ անուններ չկան։ Այսուհանդերձ հիշյալ շրջաբերականի բուն բովանդակության մեջ կան արդյոք կեղծ կամ անկեղծ ստորագրողների դժգոհությունը հարուցած դրույթներ։ Դաշնակցության ներկայացուցիչը որոշել էր հարցն անպատասխան թողնել, ասելով, որ ես չգիտեմ, չեմ իմացել տենց բանի մասին։ Կանադա հայերը դաշնակցական դիմել են, լուսաբանվում է սա, Կանադա հայերը դիմում են, ասում են, ես ինչ եք ժամանակին խոսել, այսինքն դուք պետական շահը ցածր եք դասել, քան Քոչարյանի հետ իշխանություն ունենալն է։ Նույն ՀՅԴ-ն իդեպ ժամանակին դեմ էր արտահայտվում նաև Քոչարյանի պաշտոնավարման ավարտին ի հայտ եկած Լեռնային Ղարաբաղի կարգավորման մադրիդյան սկզբունքներին, բայց դա չխանգարեց, որ կոալիցիա կազմի այդ սկզբունքների հիման վրա բանակցած Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարի հետ, իսկ այն Նիկոլ Փաշինյանի օրոք, մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո, նույն ՀՅԴ-ն գովերգում էր սազներ պակաս, իր կողմից մերժված ու հետին թվով ընտիր փաստաթուղթը։
Հետգրություն. Հարկ է նշել, որ երբ Հայաստան խմբակցության падգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետին ուղարկած հարցում արծարծեց Քիվեստի փաստաթղթի լինել չլինելու հարցը, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, եթե այն իրենց ընդդիմության ձեռքի տակ է, ապա թող տրամադրեն կառավարությանը, սահմանված ժամկետում կկազմակերպվի դրա ապա գաղտնիացումը, եթե գաղտնիության հետ կապված խնդիր ծագի, ու կներկայացվի հանրության դատին։ Ինչին եք դեմ։ Դե ժողովուրդ ջան, իսկապես կար առանձնացված էլի կարևորագույն նյութեր, բայց ցավոք հաղորդումը մոտեցավ իր ավարտին, վաղը սև եւ սպիտակ ոդքասթն է եւ Գագիկ Մկրտչյանի ներկայացմամբ հույս ունենք ակտիվ կլինեք։ Շնորհակալություն, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։